Եկեք գնանք նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունների, նախորդող շրջանների, վերնագրերի, տեքստերի, հարցազրույցների մոնիտորինգ անենք։ Խոսույթի 70-ից 80%-ը նվիրված է նրան, թե ինչպես է իշխանությունը կեղծելու ընտրությունները։ 2018 թվականից ի վեր որևէ մակարդակի ընտրություններում դուք որևէ մեկից լսել եք այդպիսի բան։ Չկա այդ ընդհանրապես գոյություն չունի, որևէ մեկի մտքով չի անցնում։ Հիմա երբ որ մարդիկ լսեն, համոզված եմ վեր են թռնելու, որտեղ մոռացել են արդեն։ Էլ չկա տենց բան։ Ու լավ է որ մոռացել են։ Բայց այս ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով նրանք պետք է հիշեն դա եւ հիշողությունը պետք է արտահայտվի քվեարկությամբ։ Եվ ժողովուրդը պետք է որոշի ինչքանով է ինքը պատրաստ իր ազատությունը պաշտպանել, իր անկախությունը պաշտպանել։